Հիմա կհարցնեք, թե իսուր այս մարդը։ Ես կասեմ, ես ուր եմ։ Մենք գտնվում ենք այսօր, այսպես ասած, հայկական ավտոմոբիլաշինության կետերից մեկում։ Հայկական ավտոմոբիլաշինությունը, ես ձեզ ասեմ, դա Իրանից ներկայացնում է քանդած ավտոմեքենաների պահեստամասերի մի խուրձ եւ ոչ միայն պահեստամասերի, ընդհանուր մեքենաների։ Այսօր մենք կփորձարկենք մեքենաների ամրությունը, պատրաստման որակը, նյութերը եւ մի խոսքով դուք ընթացքում ամենի կհասկանաք ինքներդ։ Գնացինք։ Ինքներդ տեսակ, որ մեքենաների դիմապակիները պատրաստվում են բավական ամուր, այսինքն ջարդվելու դեպքում նրանք ձեզ չեն վնասի, որովհետև կտորներ չեն փոկվում։ Ես ասում էի, չէ վերջը բերել են։ Իզուր չջարդեցինք էլ այդքան ավտո։ Բարև ձեզ հարգելի բարեկամներ, եթերում Drive News-ն է։ Ինչպես հասկացաք, մենք արդեն բավականին երկար ժամանակ այստեղ ենք ու սպասում ենք այս ավտոմեքենան, որ բերեն։ Թե ինչ ավտոմեքենա է, հեսա կտեսնեք։ 3 ամիս արդեն այստեղ ենք, չէին ուզում թողեին նկարենք։ Բայց դե ինչպես տեսակ մենք շատ համառ ենք ու այսպես մենք կանգնեցինք մեր խոսքի վրա եւ պահանջեցինք, որ մի խոսքով մենք հասանք մեր ուզածին։ Ես հիմա մենք կփորձարկենք այս գեղեցկուհուն BMW 535 F10։ Բավարական կոնցեռնը իր մոդելները մշակելիս մշտապես ձգտում է պահպանել ավտոմեքենայի սպորտային հատկանիշները, որոնք մեծ համբավ են վայելում հատկապես դրայվը գնահատող երիտասարդության շրջանակներում։ Այդպիսինն է նաև BMW F10-ը։ Այս սեդանը ներկայացնում է 5-րդ սերիայի 6-րդ սերունդը։ BMW կոնցեռնը F10-ը սկսել է թողարկել 2010 մոդելային տարվա համար, ինչ վերաբերում է ավտոմեքենայի դիզայնին, երբ F10-ը ներկայացվեց ավտոսիրող հանրությանը, բոլորը համոզվեցին, որ կոնցեռնում որոշել են տեղում չդոփել։ Դիզայներական խումբը Էդրիան Վան Հոյդոնքի գլխավորությամբ ստեղծել է մի կերպար, ինչը շատ BMW ասերների ստիպում է կրկին ընտելանալ նրան։ Առհասարակ ավտոշոուի ժամանակ մոդելի վրայից ծածկոցը հեռացնելուց հետո շատերի մոտ հաստատվեց այն կարծիքը, որ ավտոարտադրողը դիտմամբ որոշել է ագրեսիվ ու կոշտ ուրվագծերը փոխարինել զուսպ ու մեղմ գծերով։ Այս փոփոխությունները թեև ինչ-որ չափով դժվարություններ ստեղծում են ավտոսիրողների կողմից մոդելն ընդունելու համար, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք լիովին արդարացված են։ Ինչպես տեսնում եք, մեքենան բավականին գեղեցիկ եւ հաջող է ստացվել։ Այս դիմային հատվածը նախորդ մոդելների նման, այսինքն 90-ական մոդելների նման, ավելի, այսինքն այս ներքևի հատվածը էլի մտել է ներս, այսպես ուղղվել է, էլի։ Թե չէ այս 2000-ական թվականներին այսպես բացում էին, չգիտես ինչի, որը այս BMW-ին այդքան էլ չէր սազում։ Ասեմ, որ որպես օպցիա այս մեքենայի վրա գալիս է
նաև սև գույնի այս ռադիատորային քողարկիչը, որը բավականին գեղեցիկ է, ասեմ, շատ գեղեցիկ է, չնայած հնարավորություն կա նաև պարզապես գնելու։ Ուղղակի սեփականատերը որոշել է վաճառել մեքենան եւ դրա համար ոչ մի բան ձեռք չի տալիս, թողնում է լրիվ գործարանային տարբերակում։ Մի խոսքով բավականին գեղեցիկ է եւ եթե ուշադիր նայեք, մեծացել է, շատ մեծացել են այս անցքերը, որը ժամանակին բնորոշ էր միայն 7-րդ սերիայի մոդելներին, բայց այստեղ այսպես բավականին լայնացրել են եւ շատ գեղեցիկ, շատ հաջող բան է ստացվել։ Մեքենայի հետնամասը ստացվել է նույնպես բավականին հաջողված։ Իհարկե դիզայներները ժամանակին արդեն մի քիչ շատ են չարչարվել եւ բավականին շատ փոփոխել են մեքենայի հետնամասը, այնքան որ նույնիսկ BMW-ի սիրահարները երբեմն չէին կարողանում ճանաչել մեքենան հետնամասից։ Բայց հիմա արդեն բոլորը սովորել են, բոլորի աչքը սովոր է արդեն եւ գիտեն, որ սա BMW-ն է։ Բավականին գեղեցիկ է։ Բարև ձեզ։ Բարև ապեր։ Բեռնախցիկի ծավալը ընդհանուր առմամբ 520 լիտր է, որը բավականին շատ է։ Իհարկե ես չգիտեմ իմ ընդհանուր ծավալը ինչքան է, բայց ես շատ հանգիստ այստեղ այսպես տեղավորվել եմ։ Շատ լավ է, ասեմ ձեզ։ Իրոք հարմար է։ Փակ էլի ապեր։ Լավ, շնորհակալություն։ Բեռնախցիկը բավականին հարմարավետ է, ինչպես արդեն ասեցին։ Ինչպես տեսնում եք, բավականին գեղեցիկ են ստացվել նաև լուսարձակները։ Բնականաբար բիքսենոնային, ադապտիվ եւ գեղեցիկ լուսադիոդներով հավաքված թարթիչներ եւ ընդհանուր դիզայնը բավականին հաջողված է ստացվել։ Զարմանալի է, բայց փաստ է։ Ահա եւ 3 լիտրանոց այդ ուժային ագրեգատը տուրբոներ մղիչներով, ասեմ որ շարային սովորական 9 ու բարի շարային 6 մխոցանի շարժիչն է, բայց բավականին հաջող շարժիչներ են հաջողված։ Այս երկաթները, ինչպես տեսնում եք, սիրունության համար չեն, նրանք օգնում են շրջադարձերի կամ ցախ կամ աճ թեքվելու ժամանակ, երբ արագությունը մի քիչ մեծ է, կամ թեկուզ կարևոր չի դա, այդքան էլ կարևոր չի, կարևորը որ չի թողնում, որ մեքենան ինչ որ շատ ճոճվի, այսինքն ընդհանուր կոնստրուկցիան ինքը պահում է բավականին պինդ, ձիգ, այսինքն դուք միշտ ստաբիլ կայուն եք լինում, այսպես ձեր նստելատեղի եւ 4 ակի վրա, այսինքն շատ ճոճ չեք ունենում նման մետաղների շնորհիվ։ Եվ այսպես BMW 535i 2011 թվականի արտադրության F10 թափքով։ Շարժիչը ուրեմն 3 լիտրանոց է, BMW-ի ծանոթ մարդիկ բոլորն էլ գիտեն, որ 3.5 լիտր գրվող շարժիչները միշտ լինում են 3 լիտր եւ տուրբոներ մղիչով։ Այստեղ նույնն է, որ զարգացնում է 306 ձիաուժազորություն, 400 նյուտոն մետր ոլորող մոմենտով։ Բավականին հաջողված մոդել է։ Նա եկավ փոխարինելու E60 թափքին, բայց ինչպես տեսնում եք, E60-ից նա արտաքնապես ահավոր տարբերվում է։ Շատ է տարբերվում, որովհետև դիզայներները տարբեր են։ Շատերը E60-ը չէին հավանում, ասում էին մի քիչ, չգիտեմ, նուրբիկ ավտոյ է, ես իմ ինչ այնտեղ այն BMW ասում էին BMW-ի այն ոգին չի զգացվում, չնայած կարծիքները կիսվում էին իհարկե, բայց ամենայն դեպս այս F10 թափքով BMW-ն նորից հետ է վերադարձրել իր մեքենան այդ ագրեսիվ ոճի, այսինքն համ ագրեսիվ, այսպես ասած, համ հին ինչ-որ նոտաներով, հա, օրինակ 38 թափքի, 39 թափքի նման ինչ-որ արտաքնի է բերել, դիզայնի է բերել, որը եւ հավանում էին, հիմնականում հավանում էին BMW-ի սիրահարները։ Մի խոսքով, ասեմ, որ մեքենան ճանաչվել է որպես շատ ապահով մեքենա, NCAP crash test-ում հավաքել է 5 աստղ, 5 հնարավորից, ասեմ, որ մեքենան ապահովա նույնիսկ, էլ չեմ ասում, որ ուղևորի համար, երեխայի համար ապահով, մեքենան ապահովա նույնիսկ
հետիոտնի համար, այսինքն եթե խփես հետիոտնին, հնարավորինս քիչ են տուժած լինում ավելի այդ հարվածից, քան մնացած մեքենաներից։ Իհարկե, կարծում եմ պետք չի դա փորձել, կարող եք չփորձել, պարզապես հավատացեք խոսքին։ Համալրվածը բավականին մեծ մուլտիմեդիայի մոնիտորով լինում է նույնի փոքր տարբերակը, սա օպցիա է, ավելի մեծն է։ Հին տարբերակի հետ համեմատ, այսինքն որ միայն ջոյստիկ էր, հա, միայն մեկ ջոյստիկով էր կառավարվում մուլտիմեդիան, ու ջոյստիկը շարժվում էր ամեն կողմ, չգիտեմ, ամեն ինչ ինքն էր անում ու բավականին բարդ էր էլի իրան հասկանալը, այստեղ արդեն առանձնացրել են կոճակներ, այսինքն ռադիոն, CD-ն, մենյուն, հեռախոսը, նավիգացիան եւ ընդհանրապես օպցիաները։ Արդեն կոճակով են դու մտնում ես, ասենք մտնում ես մենյու եւ նոր սկսում ես գտվել այս ջոյստիկով։ Բավականին հարմար է, պարզեցված է եւ բոլորին շատ հասկանալի է։ Մեքենայի վառելիքի ծախսը, ասեմ, հիմա ցույց է տալիս 8.8 լիտր, որը էլի բավականին շատ լավ է, 3.5 լիտրանոց, այսինքն 3 լիտրանոց շարժիչի համար տուրբինով, բայց պաշտոնական տվյալներով մեքենան մայրուղու վրա տալիս է 6.6 լիտր։ Իսկ խառը ցիկլում 8.5։ Ես քիչ առաջ խառը ցիկլում այստեղ տեսել եմ 8 լիտր։ Հիմա 8.8-ը ցույց տալիս, բայց 8-ը ես անձամբ տեսել եմ։ Այսինքն հավատում եմ նաև 6.6-ին մայրուղու վրա։ Իսկ քաղաքային պայմաններում 10-ից 11, չգիտեմ, մի քիչ տարբեր ինֆորմացիաներ եմ էլի հայթայթել ինտերնետից։ Մի խոսքով 11-ն էլ վատ չի քաղաքային պայմաններում, հաշվի առնելով, որ մեքենան ունի start-stop համակարգ, այսինքն երբ որ կանգնում ես լուսացույցի տակ կամ չգիտեմ, այնտեղ խցանումների մեջ, ամեն կանգնելուց մեքենայի շարժիչը անջատվում է։ Հենց ոտքդ հանում ես արգելակի պեդալից, ինքը միանգամից էլի գործի անկնում։ Start-stop համակարգը ունի, այստեղ ունի auto-hold համակարգ, դա արդեն դե բնական է նորություն չի, շատերը գիտեք, բայց համենայն դեպս ասեմ, auto-hold-ը, որ էլի, ասենք, կանգնում ես, չգիտեմ, լուսացույցի տակ, ինքը ավտոմատ կերպով այդ ռուչնոյ տորմոզ ասվածը, ինքը արդեն ռուչնոյ տորմոզը միացնում է, հենց գազը սխում ես, ինքը միանգամից անջատում է։ Բավականին հարմար բան է, այս տարբերակը իհարկե չունի պնևմոկախոցներ, այսինքն Eco Pro, Comfort, Sport եւ Sport Plus տարբերակները, որ դու փոխում ես եւ այնտեղ բավականին հետաքրքիր բաներ կա, բայց մի քիչ, չգիտեմ, ինձ թվում է մի քիչ մեր Հայաստանի պայմանների համար հարմար չի, որովհետեւ պնևմոպատվեսկան Հայաստանը շատ շուտ է շարքից դուրս գալիս, որը բավականին թանկ է։ Բայց դե այնուամենայնիվ երկու բառով ասեմ դրա մասին։ Ինչպես հիշում եք, մեր նախորդ հաղորդումներից մեկում մենք փորձարկում էինք 2015 թվականի արտադրության BMW X6, որը համալրված էր պնևմոպատվեսկայով, բավականին հետաքրքիր բան էր, այսինքն ինչա ինքը ձեզ թույլ տալիս, կոմֆորտ ռեժիմում դուք կոմֆորտը բնական է հասկանում եք, կոմֆորտ, Eco Pro-ն, Eco Pro-ն իրանից ներկայացնում է բավականին փափուկ էլի կախոցներ, բայց միևնույն ժամանակ ինքը լրիվ, ամբողջովին մեքենայի աշխատանքը փոխում է, այսինքն փոխում է թե շարժիչի աշխատանքը, թե գազի սեղմակի աշխատանքը, այսինքն գազը լրիվ ուրիշ ձև է ընդունում արդեն 120 կմ/ժ-ից արագ չի գնում մեքենան եւ ծախսում է բավականին շատ խայտարակ ցածր ցուցանիշով բենզին։ Այսինքն շատ լավ բան է, իսկ դե Sport Plus-ը արդեն դե պարզ է, Sport Plus-ը ընդհանրապես կոշտացնում է, սարքում է տրամվայ մեքենան։ BMW կոնցեռնը շատ այլ ավտոարտադրողների նման թողարկում է իր արտադրանքը համապատասխանացնելով տարբեր շուկաների։ Բացառություն չէ նաև BMW F10-ը։ Այս է պատճառը, որ բենզինային եւ դիզելային շարժիչները, որոնցով այն սարքավորվում է, երկար շարք են կազմում։ BMW F10-ի ստեղծման ժամանակ կիրառված նորագույն տեխնոլոգիաներից թերևս կարելի է առանձնացնել ղեկավարման ինտեգրալային համակարգը։
Այս համակարգի շնորհիվ շրջադարձերի ժամանակ բացի առջևի անիվներից թեքվում են նաև հետևի անիվները, ինչն էլ ավելացնում է ավտոմեքենայի մանևրայնությունը եւ կայունությունը ընթացքի ժամանակ։ Բացի այդ, ապահովում է սրահում գտնվողների հարմարավետության զգացումը երկար ուղևորությունների ժամանակ։ Համակարգի առանձնահատկություններից է նաև այն, որ ավելացնում է ավտոմեքենայի ղեկանիվի պտույտներին ռեակցիայի արագությունը։ BMW 535-ը իր 306 դիաուշ զորության հետ համատեղ այսպես զարգացնում է 260 կմ/ժ արագություն, որը իրոք զարգացնում է, այսինքն պարզապես գրած չի։ Եթե հետաքրքրում է, իհարկե մեր հաղորդման ընթացքում չէ, որովհետև մենք Հայաստանում ընդհանրապես կատեգորիկ չունենք նման տարածք, որտեղ կարող ենք 260 կմ/ժ արագություն փորձարկել։ Դուք ինտերնետով շատ հանգիստ կարող եք մտնել եւ տեսնել, որ այս մեքենան իրոք զարգացնում է։ 0-ից 100 արագությանը ըստ պաշտոնական տվյալների հավաքում է ընդամենը 6 վայրկյանում։ 6 եւ 5.8 տարբեր այսպիսի տվյալներ կան, բայց թող լինի 6։ 6-ն էլ բավականին լավ է։ Մեքենայի քաշը 1685 կիլոգրամ է, որը բավականին թեթև է։ Բավականին թեթև է նման մեծ ավտոմեքենայի համար։ Երևի հենց դրա շնորհիվ էլ արդեն մեքենան կարողանում է նման արագություն զարգացնել եւ նման կարճ ժամանակահատվածում։ Բայց ամենազարմանալին այն է, որ համ թեթև է, այսինքն պատրաստված է բավականին թեթև նյութերից, այսինքն ալյումին, չգիտեմ էլի տարբեր թեթև նյութեր, բայց միևնույն ժամանակ բավականին անվտանգ է, այսինքն մարդու պատկերացման մեջ այնպես է դրված, որ եթե մեքենան թեթև է, ուրեմն ինքը պետք է լինի վտանգավոր, այսինքն անվտանգությունը պետք է լինի թույլ, որովհետև հարվածի դեպքում պետք է ջարդվի ամեն ինչ մեքենայի մեջ։ Ոչ, այստեղ նման բան չկա, ինչպես արդեն ասացի, ինքը շատ անվտանգ ավտոմեքենա է, նույնիսկ համարվել է չեմ հիշում որ տարում իհարկե, բայց համարվել է որպես ամենաանվտանգ ավտոմեքենա։ Անվտանգության տեսանկյունից BMW-ի ինժեներների աշխատանքը եւս բարձր գնահատականի է արժանի։ Մեքենան սարքավորված է անվտանգության բազմաթիվ համակարգերով, ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ։ Հարվածների ժամանակ անվտանգության բարձիկներ են բացվում սրահի կարելի է ասել յուրաքանչյուր անկյունից, որտեղից հնարավոր է։ BMW F10-ի անվտանգությունը անկախ փորձագիտական ծառայությունների կողմից գնահատվել է գերազանց։ Այնպես որ եթե մտածում եք ձեռք բերել ավտոմեքենա, հիշեք, որ բացի հարմարավետությունից ու արագությունից կա եւս մեկ շատ ավելի կարևոր հանգամանք՝ անվտանգություն։ Այստեղ մի հատ ընդհանրապես խնդրեմ կա, որ BMW-ն այսպես ասած հրաժարվել է, հա։ Դա այս կենտրոնական այս բարձակը ժամանակին բավականին շատ էր թեքած դեպի վարորդը, այսինքն մեքենան ստեղծված էր կոնկրետ վարորդի համար։ Երբ նստում էիր այս հատվածը, այս մուլտիմեդիայով ամեն ինչով, այս կլիմատ կոնտրոլի հատվածով, այսպես թեքված էր դեպի քեզ։ Նույնիսկ երրորդ սերիայի BMW-ների վրա, բոլորի վրա այդպես էր։ Հետո ժամանակի ընթացքում ինչ որ համեմատած, ինչ որ ուղղվեց, հիմա չեմ հասկանում լիովին ուղիղ է թե մի քիչ թեքա, բայց համենայն դեպս այն ժամանակվանը չի, որը ասեմ շատ հարմար էր, բայց էլի դե վատ չի, դու հասնում ես բոլոր կոճակներին, ամեն ինչից կարողանում ես հանգիստ օգտվել։ Ես իմ կարճ հասակով հանգիստ օգտվում եմ ամեն ինչից։ Այնպես որ դա էլ վատ չի։ Այս տարբերակում ավտոմատ փոխանցումատուփն է, որը 8 աստիճան է, եւ ունի տարբերակ նաեւ 6 աստիճան մեխանիկայի F10-ը։ Բայց ասեմ շատ տարօրինակ է, գիտեք որ փաստը, որ ավտոմատի դեպքում, այսինքն այս վերջերս արդեն տարօրինակ չի, որովհետեւ բոլոր մեքենաների մոտ է այդպես, բայց այն կոպիտ ասած այն հին ոսկորները հաստատ կզարմանան, հիմա որ ասեմ։ Ավտոմատ տարբերակում, ավտոմատ փոխանցումատուփով
Մեքենան ծախսում է ավելի քիչ վարելիք, քան մեխանիկականով, ըստ պաշտոնական տվյալների։ Ժամանակին ինչպես էր, եթե մեխանիկական էր, ծախսում էր քիչ, եթե ավտոմատ 2 անգամ ավել, միշտ այդպես էր։ Ու այն ժամանակ չկար, ասենք, չգիտեմ, 7-8 աստիճան, եթե տվյալ մոդելը արտադրում էր 5 աստիճան մեխանիկայով փոխանցումատուփ, ապա նույն մոդելը արտադրում էր մաքսիմում 4 աստիճան ավտոմատ փոխանցումատուփ։ Իսկ հիմա դարձել է լրիվ հակառակը, մեխանիկականը ծախսում է ավելի շատ վարելիք եւ ավելի քիչ թվով փոխանցումներ ունի։ Զարգանում ենք, ժողովուրդ ջան, մենք չէ իհարկե, գերմանացիք են զարգանում, բայց դե մենք էլ ուրախանում, նայում ենք, ինձ ուրախանում ենք ուղղակի։ Հիմա մենք այսպես ճանապարհից դուրս կգանք մեկ այլ ճանապարհ, որտեղ մի քիչ ավելի հանգիստ է, որտեղ մենք գոնե մի փոքր կարող ենք փորձարկել մեքենայի արագացումը, այսինքն զուտ որպես զգացողություն։ Հիմա այսպես, ինչ ենք անում լավ մեկնարկի համար։ Ուրեմն D-ից տալիս ենք ձախ, այսինքն manual sport, սեղմած պահում ենք DSC համակարգի կոճակը, մի քանի վայրկյան, 3 վայրկյան պահում ես, ահա, DSC of динамическая езда отключена, вот, система стабилизации отключена, սեղմում ենք արգելակ, ճիշտն ասած, չէ, ընդհանուր վատ չի, ես հիմա վատով չեմ ասում, քանի որ մեքենան փոքր ծավալով է եւ չունի launch control, որը օգնում է մեքենային մեկնարկել, մի խոսքով, ընդհանուր վատ չի, ըստ որպես տպավորություն, հա, այսպես ասեմ։ Եթե ցանկանում եք ավելի արագ մեքենա, գնացեք, խնդրեմ, գնեք նույնի M5 տարբերակը, չգիտեմ։ Քաղաքային պայմանի համար շատ լավ է։ Դե ինչ հարգելի բարեկամներ, այսօրվա համար այսքանն էր, կարծում եմ բոլորը տեսակ եւ հավանեցիք այս գեղեցիկ ավտոմեքենան, նա իրոք հիասքանչ էր։ Եթե ունեք ինչ-որ մեքենաներ, որոնք ցանկանում եք նկարահանվի կամ ունեք ծանոթներ, բարեկամներ, հարևաններ, ովքեր ունեն էքսկլյուզիվ եւ ունիկալ կամ պարզապես լավ ավտոմեքենաներ, կարող եք միանալ մեր Facebook-յան էջին եւ այնտեղ գրել մեզ, իսկ բաց թողնված հաղորդումները կարող եք դիտել մեր պաշտոնական կայքում 3w.autodrive.am հասցեով։ Հաջողություն։ Նա եկավ փոխարինելու E60 թափքին, ապեր կարմիրը մարգատանում է, ճիշտ է։ Հա։ Մի րոպե, էս ինչն է կա վառում։ Էսի վատա որ վառում է տենաս։ Եռանկյուն է վառում։ Կավար ուժ են քաշած։ Չի կարող ոչ մի քաշած է դա։ Չէ, լավ։ Եվախն է, հա։ Նոր նկատեցի, այն վաղ չգիտեմ։ Լավ, մի խոսքով։ Նա անցած է լինի։ Մեքենան իր 306 ձիաուժ հզորության հետ մեկտեղ զարգացնում է 260 կմ/ժ արագություն։ Շնորհակալություն։ 0-ից 100-ը պաշտոնական տվյալներով բացում է 0-ից 100 արագ թու 2011 եղբայր։ Կցանկանաք փորձարկել։
Ահ